Վեոլա ջուր ընկերության դեմ բողոքը ուղղված մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին այսօր մուտքագրեցի այդ հանձնաժողով։ Արդարադատության նախկին նախարար իրավաբան Արփինե Հովհաննիսյանի այս հայտարարությունից օրեր անց մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մարտի 11-ի դրությամբ շուրջ 190 բողոք է ստացել Վեոլա ջուր ընկերության դեմ։ Նախկին նախարարն իր նամակում 4 հիմնական բողոք է ներկայացրել՝ խմելու ջրի որակ, հավելագրումներ, ջրամատակարարման գրաֆիկ, ինչպես նաեւ ջրի հաշվիչների եւ տուգանքների հետ կապված խնդիրներ։ Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանների քաղաքացիներ ուղղակի բողոքում են, թե ինչ խայտառակ որակի ջուր են իրենք խմում։ 2 ամսից ամառային ժամանակում խայտառակ ջրի որակի սեզոնը կարելի է համարել, այսպես ասենք, բացված։ Հովհաննիսյանն իր կարճ տեսանյութերում դեռ նախորդ տարվանից է հայտնում, որ Վեոլա ջուր ընկերությունից դժգոհ բնակիչներն իրավական աջակցություն ստանալու համար բազմիցս են դիմում իրեն։ Վերջին տարիներին Ազատությունը նույնպես պարբերաբար անդրադարձել է ջրանջատումների ու խմելու ջրի որակի մասին սպառողների բողոքներին, որոնք հատկապես ամռանն են սրվում։ Երևանի մի շարք բնակավայրերում, օրինակ Երևանի վարչական շրջանում, բնակիչները խմելու ջուրը գնում են խանութից կամ կրում մոտակա ցայտաղբյուրից։ Վերջին 5 տարիներին նույն պատկերը պահպանվում է այստեղ։ Նախորդ տարի բնակիչները կես լուրջ, կես կատակ ասում էին, եթե ցայտաղբյուրը չփակեն, այս տարի էլ ջուրն այնտեղից կտանեն։ Այս տարվա նույն ժամանակահատվածին մնացել է ընդամենը 2 ամիս։ Մեր առաջվա գառնու ջուրը սարքել են զիբիլ։ Խմելու պիտանը չի։ Դաժե վաքսին չի աշխատում։ Որակ չունի, չեն կարող ոչ ոք խմել։ Ինչու՞։ Համագալի, տհաճ համագալի։ Խմելու պիտանը չի, դրա համար էլ սաղս գալիս ենք ստեղից ջուր տանելու։ Վեոլա ջրից ասում են, որ որակի հետ կապված խնդիր չկա։ Դե որ խնդիր չլներ չեն գա, ուրեմն խնդիր կա, չէ՞ որ գալիս ենք։ Այս բողոքների ֆոնին իրավաբան Արփինե Հովհաննիսյանը նախորդ տարի Երևանի տարբեր վարչական շրջաններից վերցված ջրի նմուշները լաբորատոր ստուգման էր ուղարկել։ Այն ջուրը, որը օգտագործում ենք մենք մի շարք համայնքներում եւ Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում, չի համապատասխանում առողջապահության նախարարության կողմից սահմանված թույլատրելի չափանիշներին։ Ջրի կոշտությունը, հանքայնացումը, pH-ը եւ մի շարք այլ ցուցանիշներ գերազանցում են այդ սահմանված թույլատրելի սահմանաչափերը եւ տևական ժամանակ դրանք օգտագործելու դեպքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ։ Հովհաննիսյանին հազարավոր օգտատերեր էին արձագանքել դժգոհելով խմելու ջրի որակից, սակայն Վեոլա ջուր ընկերությունից Ազատությանը հայտնել էին ջրամատակարարման համար օգտագործվող ջրաղբյուրները նախկինի պես նույնն են ու չեն փոխվել։ Իրավաբանի պնդմանը, որ լաբորատոր ստուգումներից հետո ջրում որոշ ցուցանիշներ գերազանցել են թույլատրելի իշեմը, ընկերությունից արձագանքել էին, նման տեղեկություն չեն ստացել։ Վեոլա ջրից նաև ընդգծել էին, որ խմելու ջրի որակի վերահսկողությունը կատարվում է իրենց լաբորատորիաներում առողջապահության նախարարի հաստատած սանիտարական նորմերի համաձայն, իսկ նմուշառումն ու հետազոտություններն իրականացվում են սահմանված պարբերականությամբ։ Այսպիսով խմելու ջրի որակի հետ կապված անհանգստության պատճառ ընկերությունը չէր տեսել։ Վերոնիկա Հայրապետյանը 5 տարի շարունակ նույնն է պահանջում՝ Էրեբունի վարչական շրջանում ջրանջատումների ժամերը կրճատել, խմելու ջրի որակը բարձրացնել եւ այլն։ Ամռան ամիսներին խմելու ջուր չի, ջրանջատումները եթե հաշվարկենք, տարվա կեսը մենք ջուր չենք ունենում եւ սպասարկումը թողնում են բնակիչների վրա, եթե որևէ բան վնասվում է։ Իրանք բացառությամբ վերանորոգում են միայն խողովակները, ինչը որ վթարվում է։ Հայաստանում ջրային պաշարների խնդիր չկա։ Ինչու է ամռանն այս հարցը սրվում։ Խորհրդարանում օրերս ընդդիմադիր падգամավորներն էին հարցրել ջրային կոմիտեի նախագահին։ Արամազդ Ղալամքարյանն էլ պատասխանել էր, որպեսզի եղած ջուրը բնակչին հասնի, ենթակառուցվածքներ են հարկավոր, որոնք մաշված են։ Պնդել էր պետությունն ու Վեոլա ջուր ընկերությունը մեծ ներդրումներ են անում։ Առաջկա 5 տարվա համար էլ 70 միլիոն եվրո վարկ են վերցրել նաև այս հարցերը լուծելու համար։ Բացի այդ, ըստ Ղալամքարյանի, կլիմայի փոփոխության հետևանքով բնական ջրամբարներում ջրերը 24%-ով կրճատվել են։ Երևանում ինտենսիվ կառուցապատումների հետևանքով նոր բաժանորդների թիվը մի քանի հազարով ավելացել է։ Ջրանջատումների վերաբերյալ Վեոլա ջրի գրաֆիկն էլ ասած կփոխեն 7 ժամ տևող ջրանջատումները 3-ից 4 ժամի կհասցնեն։ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու եւ դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր բավականին մեծ ծավալների, խոսքը վերաբերում է թե Երևանին, թե մարզերին, եւ երկրորդը ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ, որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել եւ այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի
արագացված ռեժիմով։ Իրավաբան Արփինե Հովանիսյանը հակադարձում է հայտարարվող միլիարդավոր ներդրումների մասին լուրերից հետո սպառողները բարելավում չեն տեսնում։ Ավելին, պետությունը պարբերաբար ընդառաջում է ընկերությանը, որն ըստ նրա իր պարտականությունները լավ չի կատարում։ Եթե Veolia ջուր ընկերությունը ինձ ուղված նամակում ասում է, որ 67.9% ջրի կորուստը կրճատել հասցրել է 56.9-ի, մենք դա պետքա տեսնեինք, ավելի լավ ջրամատակարարման գրաֆիկով չենք տեսնում, իսկ իրենց փաստարկները կառուցապատման մասով ու բաժանորդների ավելացման մասով, թվերի մասով համոզիչ չեն։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ինչպես կարձագանքի Veolia ջուր ընկերության դեմ ուղարկված ավելի քան 180 բաժանորդների բողոքներին։ Հանձնաժողովից փոխանցեցին, որ դիմումներն ուսումնասիրելու եւ որոշում կայացնելու համար առավելագույնը 1 ամիս ժամանակ ունեն։